Ուղղակի այս իրավիճակում խնդիրը լինելու ինչն է անցնելու այս թրիփով եւ ով կարողանա մտնել տարածաշրջան ներդրումներով, որտեղ կա անկայունության զգալի աստիճանը, անկայունությունից բացի կա անկանխատեսելիության համապատասխան աստիճանը, դժվար թե խոշոր բիզնեսը ուզենա գործ անել վայրում, որտեղ 100 կիլոմետր են կողմ տեղի են ունենում ռազմական գործողությունները, բայց բոլոր դեպքերում թրիփը հանդես է գալիս որպես հայաստանյան քաղաքատնտեսական օրակարգի մի մասը, առայժմ մենք խոսում ենք դրա կարևորությունը, խոսում է դրա կարևորության մասին, մասնավորապես հայ-ամերիկյան օրակարգի մեջ, Վենսի այցելությունը, ամերիկացիների պատրաստականությունը կատարեն ներդրումները, բայց ամեն ինչ պետք է ստանա ոչ միայն գաղափարը, այլ նաև միսուարյունը եւ ըստ էության դա այն մասն է, որը առայժմ ժամանակավորապես գուցե դադարել է։ Այսինքն իրանական ելքից շատ բան է կախված։ Իրանից միշտ մեր տարածաշրջանում շատ բան է եղել կախված, այդ թվում նաև տարբեր ձևի ինֆրակառուցվածքային պրոյեկտներ, որովհետև դուք հիշում եք, որ նույն Ադրբեջանը ուներ պրոյեկտը կառուցելու շրջանցող ճանապարհը հենց Իրանի տարածքով եւ դա հանդես էր գալիս որպես այլընտրանքը այն ինֆրակառուցվածքային պրոյեկտներին, որոնք կարող էին անցնել Հայաստանի տարածքով, այսինքն Իրանը հանդես էր գալիս Ադրբեջանի համար որպես կարևոր տնտեսական գործընկեր, Հայաստանի համար դա եւս եղել է կարևոր, որովհետեւ ունենալով ապրանքաշրջանառությունը, որը մոտենում էր 900 միլիոնին, եթե չեմ սխալվում, արկա է եղել տնտեսական օրակարգը առնվազն 3 անգամ մեծացնել ապրանքաշրջանառությունը Իրանի հետ, Իրանը դիտվում էր որպես կարևոր տնտեսական ինֆրակառուցվածքային գործընկեր, հիմա պարզ է, որ Իրանի համար բացարձակապես այլ առաջնահերթությունները կան եւ տնտեսության վերականգնման եւ քաղաքական համագործակցության տեսանկյունից